Բարև բոլորին, ես Անահիտն եմ։ Այսօր նկարում եմ unboxing։ Unboxing-ի առաջին մասը կարող եք տեսնել իմ էջում, իսկ սա արդեն երկրորդ մասն է։ Այստեղ լինելու են ոչ միայն Թեմուից պատվերներ, այլ նաև Viber-ից եւ Ozon-ից։ Դե ինչ, գնացինք։ Երևի առաջին սկսենք Թեմուից։ Պատվիրել եմ այսպիսի պայուսակ։ Իրականում հիասթափված եմ, որովհետեւ ես պատվիրել էի սպիտակ, բայց եկել է կրեմովի, սենց կաթնագույն, շատ լավ փաթեթավորված էր, մեջը կար այսպիսի բան, որպեսզի ընթացքում պայուսակը իր տեսքը չկորցնի եւ իհարկե այստեղ կար մյուս պատվերը Թեմուից դա այսա է Սա օծանելիքի համար է, որպեսզի ձեր սիրելի օծանելիքը կարողանաք լցնել այստեղ ու դնել պայուսակի մեջ։ Հիասթափված եմ, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում դուխին լցնել այստեղ, այն միայն թափվում էր։ Թեմուից այսպիսի փայլն է աչքերի համար։ Այս արդեն երկրորդ փայլն է, որ իմ ձեռքը փչանում է։ Թեմուից պատվերները այսքանն էին, հիմա անցնենք Ozon-ին։ Իրականում առաջին անգամ ես Ozon-ից պատվեր անում ու շատ դժգոհ եմ, որովհետև այս ընթացքում երկու Թեմուի պատվեր է հասել մեզ, բայց մի ամիս ու կես ես սպասել եմ Ozon-ից պատվերին։ Դե փաթեթավորումն էլ լավ չեն անում։ Օրինակ պատվիրել էի Dove ֆիրմայից այս միցելյարնի ջուրը, որը հենց եկել էր մի հատ տոպրակի մեջ։ Գործել եմ, իր վրա նշված է, որ խոնավեցնող է ու դա այդպես է։ Շատ լավն է, դուրս եկել է, կարող եմ խորհուրդ տալ։ Մյուս պատվերը, այսինքն մեծ, սա նույնպես Dove ֆիրմայից է։ Մի քանի բան օգտագործելուց հետո ցանկացա, որ ավելի խորես բրենդը ճանաչեմ։ Այնպես որ միասին կօգտագործենք ու կասեմ լավն է թե ոչ։ Այս մեկը համեմատաբար ավելի լավ էր փաթեթավորված։ Այս իր տուփն է, օրինակ եթե ես այս պատվիրեի նվերի համար, հաստատ չէի կարողանալու այս տուփով ինչ-որ մեկին նվեր տալ։ Այստեղից բացվում է։ Ու հրաշալի լուծում ունեն, այս ամեն ինչը դրվում է այսպես սիրուն պայուսակի մեջ։ Ես հետագայում ինձ համար կանեմ կոսմետիկա։ Պայուսակը բացելուց հետո այստեղ ունենք հողանալու գել։ Շատ լավն էր, լավ խոնավեցնում էր մաշկը։ Ես էլ առաջին անգամ եմ նայում ձեր հետ։ Հոտը լավն է։ Ունենք ձեռքի կրեմ։ Սրա հոտը ավելի լավն է։ Օրինակ ես ակնկալում եմ, որ գելի հոտը այս տիպի մալոշինի հոտ կլիներ։ Սովորական կրեմ էր, ոչ մի առանձնահատկություն չուներ։ Ունենք շամպուն, որը վնասված մազերի համար է եւ վերականգնող շամպուն է։ Ես տենց էլ զբաղը չսովորեցի։ Սրա հոտը շատ լավն է։ Շամպույնը սովորական էր, ոչ շատ լավն էր, ոչ էլ վատը։ Եվ վերջինը Դեզադոր։ Ես սրա վարդագույնն եմ օգտագործել ու շատ լավն է, բայց չգիտեմ, կփորձեմ տեսնեմ, բայց հոտ այդքան էլ դուրս չեկա։ Ozon-ի պատվերները այսքան էին եւ ունես Viber-ի պատվերները։ Viber-ից վերցրել եմ այսպիսի շուրթերի բազան, այստեղ կտենակ արդեն բացել եմ։ Փորձել էի, որ գոնե մի քանի բան փորձել էի, որ կարողանայի ձեզ այսպես վիդեոյով կարծիքս հայտնեի, բայց մինչև այս վիդեոն սարքեմ եւ գցեմ, այդ ժամանակ արդեն ամեն ինչը փորձած կլինեմ ու ձեզ կասեմ լավն է թե վատը։ Սա դուեր այս ֆիրմայից է, չինական, իրանք մոսկաներ ունեն, որ շատ լավն էին, դրա համար որոշեցի սա էլ փորձեմ։
Ուղղակի այստեղ ասեմ, որ ինքը շատ կարճ է, քիչ կարճ է։ Մի խոսքով դուք ինձ հասկացաք, այսքանն է բացվում, այսինքն քիչ է։ Վատը չէր, լավն էր, խոնավեցրել էր եւ փափկեցրել էր շուրթերս։ Սա նույնպես կարող եք հաշվի առնել։ Եվ վերջին պատվերը շատ լավ իդեպ փաթեթավորել էին։ Սա գիրք է, անգլերեն, B2 մակարդակի համար։ Որոշել եմ կարդալ։ Այստեղ նկատի ունեմ անգլերեն գիրք եմ որոշել կարդալ։ Ավճիշտ շուտվանցի որոշել, բայց քայլ չի անում գնեի, որպեսզի չի տրամադրում, որ կարդայի։ Եվ վերջապես գնել եմ, կարդամ։ Այստեղ նաև ինքը ունի բառարան։ Դե ինչ, այսօրվա պատվերները այսքանն են, եթե արտիկուլները պետք են կոմերում գրեք, թե որ ապրանքն ձեզ հետաքրքրում եւ ես արտիկուլը կթողնեմ, եթե ուզում եք էլի նմանատիպ վիդեոներ, էլի կոմերում գրեք եւ անպայման լայք դրեք, բաժանորդագրվեք իմ անիքին, որպեսզի բաց չթողնեք նոր վիդեոները։ Ցտեսություն։